եւ իրենց դիրքորոշումները գնալով հեռվանում են։ Եվ միջև լուրջ կռիվ չլինի իրենց միջև կամ կռվի հավանականություն մեծ, իրենք համաձայնության չեն գալու։ Այն ֆիլմերում երևի տեսած կլինենք, որ մեկին շրջապատում են մի 10 հոգով, անկյուն են մտցնում եւ արդեն պետք է սպանեն։ Մեկ էլ այդ մարդը հանկարծ գրպանից հանում է նռնակը, կալցոն քաշում է եւ վերջ։ Որ պայն ինքը կալցոն քաշեց, կապ չունի արդեն դիմաց 10 հոգի է, 20 հոգի է, իրենք դառնում են հավասար ստատուսով, որտեվ կալցոն պայթեց, զոհվելու են բոլորը։ Եվ այդտեղ արդեն գալիս է հոգեբանությունը, ով է ավելի շատ պատրաստ զոհվելու, ով չէ։ Այմա գալու է մի պահ, երբ որ Ռուսաստանը այդ կալցոն քաշելու է, այդ կալցոն լինելու է ստրատեգիական միջուկային զենքի տեսքով։ Եվ այդտեղ արդեն կտեսնենք ում նյարդերը ավելի